Նիկոլ Փաշինյանի ռեպրեսիաներով այլևս որևէ մեկին զարմացնել հնարավոր չէ։ Մեր հասարակությունը այլևս գիտի, որ մենք ապրում ենք ավտորիտար մի երկրում, որտեղ խոսք ասելու համար մարդը կարող է կալանավորվել։ Ընդհանրապես կարելի է Հայաստանում արդեն կալանավորվել այլընտրանքային իշխանությունից տարբերվող ցանկացած կարծիք ունենալու համար։ Դեպքերը բազմաթիվ են։ Այսպես կոչված հումանիտար արևմուտքը լռում է։ Լռում է ոչ այն պատճառով, որ չգիտի, թե ինչ այլանդակություններ են տեղի ունենում։ Լռում են այն պատճառով, որովհետև նրանց աշխարհաքաղաքական հետաքրքրությունները նրանց դրդում են պաշտպանել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որովհետև Նիկոլ Փաշինյանը իր հերթին համաձայնել է Հայաստանը դարձնել պրոքսի պատերազմի գործիք։ Կասկած չունենաք, որ ճիշտ այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը կորոշի դույզնինչ հակառակվել արևմուտքի լիբերալ գլոբալիստական էլիտաներին, նրանք անմիջապես կնկատեն բոլոր այն խախտումները, ժողովրդավարության սահմանափակումները, այն այլանդակություններն ու լկտիությունները, որ գրանցվում են այսօրվա Հայաստանում։ Հայաստանը դարձել է մի երկիր, որ իր ճակատին կրում է քաղբանտարկյալներ ունենալու խարանը։ Հատկապես անցած տարվա գարնան վերջից քաղաքական ռեպրեսիաները, կալանավորումները դարձել են Հայաստանի քաղաքական կյանքի անբաժանելի ուղեկիցը։ Բայց այս բոլոր գործերում մի գործ կա, որ հատկապես ամոթալի է։ Անտիֆեյքի «Իմն եմ Նիմի» փոդքասթի վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործի մասին եմ ասում։ Այս գործի մասին հարկ է մի քիչ ավելի մանրամասն խոսել։ Ինչպես գիտեք, ընդամենը օրեր առաջ դատավորը որոշեց ևս 3 ամսով երկարաձգել տղաների կալանքը և ի նշան բողոքի կամ որպես պայքարի վերջին միջոց Նարեկ Սամսոնյանը հայտարարեց անժամկետ հացադուլ։ Ես ուզում եմ հիշեցնեմ, ինչպես ծնվեց այս գործը։ Տղաները փոդքասթի հյուր էին հրավիրել Սերժ Սարգսյանին, որին հաջորդեց իշխանության ներկայացուցիչների հարձակումները, ընդ որում փողոցային բառապաշարով շատ հաճախ տղաների դեմ։ Հատկապես գռեհիկ խոսքուբանով աչքի ընկավ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նույն կոշտությամբ տղաները որոշեցին արձագանքել Ալեն Սիմոնյանին։ Բնականաբար իրավապահ մարմինները ոչինչ չարեցին զսպելու համար Ալեն Սիմոնյանին կամ որևէ քրեական կամ իրավական գործընթաց չհարուցվեց Ալեն Սիմոնյանի հայտարարությունների մասով, դե դա նորություն չի, 1 կամ 2 տարի առաջ Ալեն Սիմոնյանը արդեն հասցրել էր թքել քաղաքացու վրա և մնալ անպատիժ, բայց փոխարենը Ալեն Սիմոնյանը դիմեց իրավապահ մարմիններին և Ալեն Սիմոնյանին համարժեք պատասխանելու համար ոչ միայն քրեական գործ հարուցվեց Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի դեմ, այլ նրանք բիրտ մեթոդներով, ցուցադրական բիրտ մեթոդներով կալանավորվեցին և արդեն ամիսներ շարունակ գտնվում են անազատության մեջ։ Ընդհանրապես ամենաավտորիտար երկրներում են խոսքի համար մարդուն պատժում կամ անազատության ռեժիմում պահում, քանի դեռ չկա արդար դատաքննություն։ Այստեղ արդար դատաքննության մասին խոսք լինել չի կարող, ընդհանրապես դատական ակտ էլ չկա, բայց փաստորեն նախնական կալանքը իշխանությունը օգտագործում է որպես պատժի միջոց։ Բոլոր դեպքերում քաղաքական կալանքը նույն նպատակը ունի՝ մարդկանց մեկուսացնել, լռեցնել, կոտրել։ Ըստ էության Նարեկն ու Վազգենը գտնվում են պատանդի կարգավիճակում, սա ակնհայտ է։ Հիմա այս անարդարության դեմ որպես պայքարի վերջին միջոց ընդվզեց Նարեկ Սամսոնյանը և հենց դատարանի դահլիճում հայտարարեց,
որ սկսում է անժամկետ հացադուլ։ Ես ինքս ժամանակին քաղկալանավոր եմ եղել և հացադուլ հայտարարել եմ։ Գիտեմ, թե հատկապես բանտային պայմաններում ինչքան դժվար է դիմանալ սովին, մանավանդ որ իշխանությունները, քրեակատարողական հիմնարկների ադմինիստրացիան ամեն ինչ անում են, որ հացադուլն էլ պատժի ձև դառնա, այսինքն օրինակ ինչպես Նարեկ Սամսոնյանի պարագայում այդ հացադուլը անցկացվի պատժախցում, որտեղ սկսած սանիտարական պայմաններից վերջացրած այլ հանգամանքներ բավականին ծանր են, նույնը եղել է իմ հետ, երբ որ ես քաղկալանավոր էի 2004 և 2008 թվերին, այնպես որ ես շատ լավ Նարեկ Սամսոնյանի վիճակը հասկանում եմ, առաջիններից մեկը ես եմ եղել, որ հրապարակավ հորդորել եմ նրան դադարեցնել հացադուլը, չնայած շատ լավ հասկանում եմ, որ անազատության մեջ մարդը առանձնապես ընտրության մեծ հնարավորություն չունի և ինքս էլ գիտակցում եմ, որ գուցե հացադուլը միակ միջոցն է մնացել, որով Նարեկը իր ձայնը բարձրացնի անարդարության դեմ ու նաև որոշակի օրակարգ փորձի թելադրել քաղաքական դաշտին, հանրային դաշտին, քաղաքական դիսկուրսին, հանրային դիսկուրսին։ Կարծես թե Նարեկը ակտիվ այդ ուղղությամբ էլ աշխատում է։ Ես էլ երբ որ օրինակ մարտի 1-ի դեպքերի ժամանակ կալանավորված էի ու հացադուլ էի հայտարարել, որոշակի չափով կարողացա ռեալիզացնել այն նպատակը, ինչի համար հացադուլ էի հայտարարել։ Համենայն դեպս դրսում ակտիվացավ պայքարը քաղկալանավորների ազատության համար, ի վերջո իշխանությունները գնացին ինչ-որ զիջումների և ի վերջո այդպես փուլ առ փուլ քաղկալանավորների հարցը լուծվեց։ Հիմա Նարեկ Սամսոնյանը ըստ էության մեսիջ է հասցեագրում քաղաքական ուժերին համախմբվել գոնե այն օրակարգի շուրջ, որ Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ։ Սա առաջին հերթին հումանիստական խնդիր է, որովհետև ցանկացած նորմալ, բանական, տրամաբանող, ազատության արժեքն ու գինը հասկացող մարդ պիտի անհանդուրժող դառնա, երբ երկրում կան քաղկալանավորներ։ Կրկնում եմ, սա առաջին հերթին հումանիստական խնդիր է, բայց քաղաքական ուժերիս համար սա նաև պրակտիկ խնդիր է։ Գիտեք, երբ երկրում կան քաղբանտարկյալներ, անիմաստ է հույսեր ունենալ, որ այդ երկրում հնարավոր է անցկացվեն մրցակցային դեմոկրատական ընտրություններ, այդպիսի բան չի լինում։ Իշխանությունները հենց հատուկ են մարդկանց քաղաքական նպատակներով պատանդ պահում, որպեսզի հնարավոր չդարձնեն մրցակցային ընտրությունների անցկացումը։ Սա միանշանակ է, սա աքսիոմ է գրեթե բոլոր երկրներում։ Քաղկալանավորներ են պահում, ռեպրեսիաների են դիմում, որպեսզի ապատիկ հասարակություն ունենան, որը իշխանության վերարտադրության հարցում ցանկացած ռեժիմի ամենամեծ դաշնակիցն է։ Հետևաբար քաղկալանավորներին ազատ արձակելը կիրառական քաղաքականության իմաստով շատ կարևոր նշանակություն ունի ընդդիմադիր ուժերի համար։ Ուրեմն մենք պիտի հասկանանք, որ մրցակցային ընտրությունների տանող ճանապարհը կոնսոլիդացվելն է քաղկալանավորների ազատ արձակման օրակարգի շուրջ։ Բազմաթիվ հակասություններ մենք կարող ենք ունենալ քաղաքական ուժերով, բազմաթիվ, արժեքային, գաղափարական, քաղաքական, նույնիսկ անձնական հողի վրա, բայց այս բոլոր հակասությունները մենք պիտի մի կողմ թողենք և շատ հետևողական ու նպատակային պայքար տանենք, որպեսզի երկրում քաղկալանավորներ չլինեն։ Սա, կրկնում եմ, առաջին հերթին հումանիստական, բայց նաև պրակտիկ քաղաքական խնդիր է, որտեղ եթե կան քաղկալանավորներ, կարող ենք մոռանալ մրցակցային ընտրությունների մասին։ Մի երկրում, որտեղ քաղաքական պատանդներ կան, նորմալ ընտրարշավ լինել չի կարող։ Մի երկրում, որտեղ իշխանությունը լռեցնում է ընդդիմադիր ձայն, չի կարող այդ երկրում ընտրական ինստիտուտների միջոցով փոփոխություններ լինի։ Հետևաբար,
բոլոր քաղաքական ուժերով պետք է կոնսոլիդացվենք, թույլ չտալու համար քաղաքական հալածանքներ, հասնելու համար նրան, որ բոլոր քաղաքականավորները ազատ արձակվեն։ Սա առաջին խնդիրն է։ Եվ այս պայքարը բացարձակապես չի խանգարում, այլ ճիշտ հակառակը նպաստելու է հունիսի 7-ի ընտրություններում ընդդիմության հաղթանակին։ Մենք պիտի հասկանանք, որ ապրում ենք վճռորոշ 4-5 ամիսներ։ Եթե մենք չկարողացանք կանգնեցնել իշխանության ռեպրեսիաները, եթե մենք չկարողացանք հասնել նրան, որ բոլոր քաղաքականավորները ազատ արձակվեն, եթե մենք չկարողանանք հասնենք նրան, որ հասարակական սուբյեկտության մեծացման ճանապարհով կարողանանք հունիսի 7-ին ձերբազատվել Նիկոլ Փաշինյանի իշխանությունից, վստահաբար ձեզ վստահեցնում եմ, որ հունիսի 7-ից հետո քաղբանտարկյալի վիճակում հայտնվելու ենք բոլորս։ Եվ ուրեմն բոլորս լցվում ենք պայքարի, օրակարգում ունենալով առաջին հերթին քաղաքական բանտարկյալ մեր ընկերների ազատ արձակումը եւ երկրորդ հերթին արդյունավետ եւ գրագետ ընտրական պայքարի միջոցով պետք է հասնենք այս իշխանության հեռացմանը եւ Հայաստանում իրական դեմոկրատիայի հաստատմանը, որտեղ գլխավոր հարստությունն ու արժեքը մարդն են, նրա ազատությունն ու իրավունքները։